Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ այս վարդապետական դասընթացների շարունակությունը ձեզ մատուցելու, որովհետեւ շատ կարեւոր է եկեղեցու վարդապետությունը ուղիղ եւ սուրբ գրային լինի։ Եթե եկեղեցու վարդապետությունը ուղիղ եւ սուրբ գրային չէ, ուրեմն այդ եկեղեցին կառավարվում է դևի եւ աշխարհի ոգով։ Ընդ Տիրոջ ոգին գործ չունի։ Տիրոջ ոգին ունի այն եկեղեցիներում, որտեղ իր խոսքն են բարձրացնում։ Ամեն բառն ու վանքը, ամեն վարդապետական սյուները հիմնում են Աստծո խոսքի տասնյակ խոսքերի վրա, ամեն։ Եթե այսպես չէ վարդապետական սյուները դրված, այդ եկեղեցին Տիրոջը չի պատկանում։ Եթե անգամ մի վարդապետական սյուն բացակայում է, որը հիմնված է 10-20 խոսքերի վրա, այդ եկեղեցում Տերը չի գործի, քիչ-քիչ սատանան բոլոր սյուները կսղոցի եւ եկեղեցին մի օր թեթևակի կամուց կփլուզվի։ Ամեն։ Ուրեմն այսօր մեր վարդապետական ուսուցման 27-րդ դասընթացն է, որը վերաբերվում է տասանորդին եւ ողորմությանը։ Դա ընթերցում եմ մեր երկրորդ վարդապետական գրքի 12-րդ կետը, որը վերաբերվում է եկեղեցու շեղումներին։ Հիմա մենք լույսի ենք անում հիվանդությունը եւ ցույց ենք տալիս բուժման ճանապարհն ու դեղերը։ Երանի նրան, ով Հովսեի պես իրեն հանդերձները կպատրի ու կելնի քրտնաջանորեն կաշխատի եւ եկեղեցու եթե անգամ միսիոնա բացակա կբերի ու կտեղադրի տեղը։ Ինչի համար, որտեւ եթե միսիոնն էլ արդեն կտրվում է, թուլանում է եկեղեցին։ Որևիցե սյուն, ինչը որ մենք մատուցանել ենք այս դասընթացների ընթացքում, եթե հեռացնես եկեղեցուց, եկեղեցին սկսում է քայքայվել եւ փլվել, որտեւ Սուրբ Օքին կտրտմի կեռանա եկեղեցուց, որ Աստվածային հեռացնելով քո դիվային կամքը դնես եւ եկեղեցին կսկսվի փլուզվել, ապաշխարի, եթե ոչ կգամ աշտանակը տեղեն կշարժեմ։ Ամեն։ Հիմա 12-րդ կետից եմ ընթերցում։ Տասանորդի եւ ողորմության ճշմարիտ օրենքների խախտում։ Շատ եկեղեցիներ լրիվ են անտեսել, որ մասոններից գումարները ստանում են, այդ գումարը պետք չի։ Շատ եկեղեցիներ էլ համ մասոններից են գումարները ստանում, որպեսզի ժողովրդին խափեն, որ մենք դասից փող չենք ստանում, տասանորդի եւ ողորմության վրա է մեր ծառայությունը լրիվ կատարվում, բայց աբսուրդ է, էլի իրանց առաջ շենքերը, իրանց ունեցվածքները, որ դնում համադրում ես, չի կարա տասանորդով եւ ողորմությունով այդքան բաներ լինի, ամեն։ Ու ամենակարևորը կարող է Տերը օրհնա լինի, բա որ այտենց է, ինչու եք ծռվե գրքից։ Ինչու եք ազատ աշխարհիկ հավատք ընդունե, ինչը որ Բաբելոնի անառավն է պահանջում, ամեն։ Եթե դուք լրիվ սուրբ եւ անարատ լինեիք, ես հավատում եմ, որ Հովսեփի պես Տերը կարար օրհնել, կարգերն էլ դներ քո տակը, պալատներն էլ փռեր քո ոտքերի տակ, ամեն։ Բայց եթե դուք ազատ հավատք եք ընդունե, 100% ֆինանսավորվում եք մասոնների կողմից եւ այդ մեծ կլուբները, մեծ եկեղեցիները նրանք են ձեզ նվիրե, ամեն։ Բայց ինչու ինձ չեն նվիրում։ Ուրեմն բուժումը տասանորդի եւ ողորմության օրենքների սուրբ գրային կատարում բաժանել են երկու մասին։ A կետը տասանորդին է վերաբերվում, որը այսօր կմատուցանեմ։ B կետը կմնա հաջորդ դասընթացին, որը վերաբերվում է ողորմությանը։ Շատերը տասանորդն ու ողորմությունը խառնել են իրար, քավլիցի, տես չէ, տասանորդը տրվում է քահանայապետին, ինչպես Աբրահամը Մելքիսեդեկին տվեց, իրենից մեծ հոգով իրեն սնող քահանայապետին, իրեն համար հոգ տարող, հիվանդա բժշկվում է, տկարա զորանում է, ընկածա գրկում անում է, իրեն հանդեպ նկատիվ բաներ չունի, ամեն։ Նրան է տրվում, որ նա գիշեր ցերեկ հոգեբարձուի նման իր հետևից վազում է, ինչպես մայրն ու հայրը վազում են իրենց մանուկների հետևից, ամեն։ Եթե տվյալ հայրերը այդ ձևի չեն քո հանդեպ, դու կարաս այդ եկեղեցում տասանորդ չվճարես։ Տկարես պետք է գանաղոտ կանեն զորանաս, ընկածես վերանեն, հետաքրքրվեն, սարելես հետևիցը դվազեն, գան, որպիսի անոր կաղ է չխոտորվի այլ մանավանդ բժշկվի։ Այս տեսակ սպասավորներին պիտի
հոտը սուրբ անարատ գառները 10-րդ տան եւ այդ եկեղեցում պիտի գանձանակի մեջ դնեն իրենց սրտի փափագով իրենց հոժարակամությամբ տված ողորմությունը ամեն որի մասին մենք կխոսենք հաջորդ դասին 10-րդը պիտի տրվի քահանային ու քահանայապետին ղեկավարին ով այդ ֆինանսներով զբաղվում է որ նա աշխատավարձ օգնություն բաժանի սյուներին որ ամուր մնան հոտում եւ կկարդանք եւ կբացատրեմ ելից գրքում որ սյուների տակի խարիսները արծաթե էին եւ այդ արծաթե ծանր խարիսներն էին պահում սյուներին որ հաստատուն մնային ամեն բա ինչու թո երկաթից լիներ երկաթ ավելի ծանր էր արծաթ Հուդան քանի արծաթով ծախեց Հիսուսին եղբայրները ինչով ծախեցին Հովսեփին արծաթը 5 դարերից փողի կամ Աբրահամը քանի արծաթով գնեց ագարակը որ իր կնոջը եւ իր համար գերեզմանի տեղ դարավ ամեն արծաթը փողի խորուրդն ունեցե եւ հենց այդ արծաթե խարիսները ծանր տախտակներին ամուր պահում էին խորանի մեջ հաստատում որ նրանք գիշեր-ցերեկ կալից ուտեն ու գործեն կալի մեջ աշխատող եզանդուն չկապեք ամեն ուրիշ եկեղեցիներից ասում է կողոպտեցի 10-րդ ողորմություն թոշակը ստացա ձեզի ձրի ծառայեցի նորաստեղծ եկեղեցիները չեն հասկանա այդ օգնության գինը բայց հասուն հոգևորականը հասկանում է ու հենց վերնագիրը Տիրոջ իմաստությամբ գրել եմ ինչա Վարդապետական ուսուցում 27-րդ դասընթաց 10-րդ տալով ամրացնում ես եկեղեցությունների հիմքերը ամեն Իսկ Նեհեմիայի ժամանակ երբ 10-րդը դադրեցավ թողեցին գնացին արդեն այգին աշխատում եւ հոտը մնաց անտեր եւ ով եկավ բնակվավ տաճարում Ամոնացի Տուբիան Նեհեմիայի թշնամին Աստծո թշնամին եղավ եթե Ղևտացին թողի տաճարը ու գնա այգիներ մշակի կամ փարավոնի համար աղյուսներ շինի Եկեղեցու հովի եւ Աստծո թշնամի սատանան կգա եւ կբնակվի այդ անտեր հոտում հասկացաք դա շատ կարեւոր բան է որ հիմա համարները կթելադրեմ ու եթե Տերը կամենա բոլոր համարները պիտի ընթերցեմ թեկուս արագ որ դուք գնաք մտածեք մտորեք իսկ ով կգողանա 10-րդը մաղաքյայի նզով կնրա գլխին ամեն դա ասուննա դա քոնը չի ես մի ժամանակ որ եկեղեցին չկար հավաքում էի գրքերն էի գնում ամեն ատոր համարի մի մեր պայեստում ոչ երկարանի ոչ գրքերի պակաս ունենք ու օրի լեսնում ենք որ չգիտենք մի տարի հետո կարան գիրք ունենանք թե չունենանք ամեն բայց դրանից ոչ մեկը համայնա տեղյակ չի լինում հա գլոբալ գիտեք որ գիրք են կառել բայց ինչքան է ինչ տեսակի ամենամաքուր ամենատանկ թարգմանություններն են կառնում չէ որ էդի այդ 10-րդը որ մենք պետք է ուտեինք դնում ենք նորից եթե ենք վերադարձնում ձեզ ու հետագա կատնակեր գառնուկներին ամեն Տեր Հիսուսը փառավորվի Հիմա կարդում եմ վերնագիրը 10-րդ տալով ամրացնում ես եկեղեցու սյուների հիմքերը սա է որ պետք է դրվի համացանցում վերնագիրը ակետ վերաբերվում է 10-րդին ուրեմն 10-րդի եւ ողորմության օրենքների սուրբ գրային կատարում ոնց ասում է սուրբ գիրքը մենք մի տարաչափ ողորմությունն ասում է թագավորի օրերին Հովիադա քահանան բերեց դրեց տաճար մտնելու աջ կողմին լավ եթե հարմար չէ ձախ կողմին դրեք որ մտնող իր սրտի փափագած ողորմությունը ծածուկում գցին դե իսկ 10-րդն ասում է բերես 10 քահանային ամեն Աբրամը բերես տվեց Մելքիսեդեկին ամեն Հակոբն ուխտար ավասավ եթե ես դատար գնում եմ լիքի հետ գամ ինչ որ ինձի տաս ես քեզ 10-րդ տամ ումը Քահանայապետին, քահանային 10-րդ տվողը Աստծո բաժինն է դուրս անում եւ շնորհակալության պատարագամատուցանում։ Եվ Աստված էլ օրհնելով օրհնում է նրա ձեռքը, ինչը որ կընթերցենք Մաղաքիա մարգարեության մեջ։ Ամեն։ Ուրեմն ակետ 10-րդ Ճշմարիտ ավատացյալը Աստվածանից ստացած եւ իր տունը մտած բոլոր բարիքների ու գանձերի
ֆինանսական օրդությունների 10-րդը պիտի հատուցանի ու տա իրեն հոգևորապես ուշադիր սնող եկեղեցուն, դու 10-րդը ճշմարիտ եկեղեցուն ես տալիս, որտեղ ճշմարիտ ծնունդ եւ որտեղից ճշմարիտ ծնունդ ես տանում, կապ չունի, այսօր ես եմ տալիս, վաղը տրտադն է տալիս, մյուս օրը Արմանն է տալիս, այն մյուս օրը Աղվանը կարող է տա, ամեն, բայց այդ եկեղեցու հիմքը Սուրբ Եվանարադն է, դու եկեղեցուն ես տալիս, ոչ թե մարդուն, որ եկեղեցին կանգուն մնա քամիներից, փոթորիկներից, սյուների հետ միասին, ամեն, որոնց արմատը հիմքը ֆինանսներ, բայց այն շատ լեցուն եպիսկոպոսները, որ դրան դեմիսյուներն էին, ուշադիր եղեք, գլխներն էլ կարող արծաթ, բայց նրանց հիմքը արդեն պղինձն էր, հենց դրսի դրան վարագյուրի սյուները, որոնց հանդիպում էին աշխարհիկ մարդիկ, ներս էին թողում, սրանք ամենազոր սյուներն են, նրանց էլ այդ ֆինանսը չի հետաքրքրում, նրանք աշխարհի հանդեպ են խաչելած, եւ աշխարհը իրանց, բայց իրանց վրա այդ բաներն էր ոսկի, կար, բայց արմատը արդեն պղինձներ, կրակներով կոփված էին, իսկ նորեկ սյուներին պետք է, որ նրանք իրենց ընտանիքների պետքերը հոգան ու գիշեր-ցերեկ, Քրիստոսի զինվորի պես այս աշխարհի գործառություններով չզբաղվեն, ինչը Տիմոթեոսին ասում, որ կարան իրեն հրամանատարին հաճոլան, ամեն, չի կարա Քրիստոսի զինվորը համ տիրոջ գործը գործի համ աշխարհի, ամեն։ Ուրեմն ճշմարիտ ավատացյալը Աստվածանից ստացած իր տունը մտած բոլոր բարիքների ու գանձերի ֆինանսական օրդությունների 10-րդը պիտի հատուցանի ու տա իրեն հոգևորապես սնող եկեղեցուն եւ տիրոջ մով իրեն հոգ տանող սպասավորին, ամեն, ով որ իրեն հոգատանում, սնում է, աղոթքանում բժշկվում է, ընկածագրքում հանում է հոգևորապես, սեր է տալիս, ջերմություն է տալիս, հա կարող է դու բորոտ լինես, ես քեզի սեր չտամ, գավազան տամ, երբ բորոտությունից բժշկվես, լայն սիրո հեղեղներ թափի քո վրա, ամեն, բայց ես սրտանց քեզ սիրում եմ, բայց մեղքի մեջ չեմ կարա քեզ սիրի ու նորից օրհնի, հələ կզրկեմ, որ ծնկի գաս, փշրվես, ամեն, ետքը երբ ելնես, կագնես, զղջաս, օրհնվես։ Հիմա գրեք համարները, ծննդոց 28-ի 20-ից 22, չհոգնեք շատ է, բայց ինչի մարեմ հատատ թելադրում հին ուխտ ու նոր ուխտ, որ շատերն ասում են նոր ուխտում 10-րդ բարդ գրած չկա, անգրագետներ շատ կա, տեղերն եք մոռացել, ամեն, հիմա գրում են, որ իշեք համ նոր ուխտում այել է, համ հին ուխտում այել է, ծննդոց 28-ի 20-22, Ելից 23-ի 19, սրանք բարձ գրված է, պետք է կարդամ, մեկն եմ ասեմ առաջ, շատ բացատրելու կարիք չկա, Ղևտացիս 27-ի 30-32, Թվոց 18-ի 25-32, Երկրորդ Օրինացիս 26-ի 2, Նեհեմիա 13-ի 10-12, շատ խիստ վերաբերվավ Նեհեմիան այդ հարցը, Առաջի մնացորդած 29-ի 12-ից 16, Մաղաքիա 3-ի 7-ից 10, միշտ հիշեր ենք ես համարը, անեծքով դու անիծված եք, գողեր, դու ասում եք Տերիս դու ես քո բաժինը կտամ տալիս եմ ու դու գողանում եք, անեծքով դուք անիծված եք, եկանք նոր ուխտ, դե Մաղաքիայից հետո արդեն նոր ուխտն է սկսվում, Եբրայեցիների 7, 4-ից 8, 10-րդ բառն ուղիղ գրած է, Հռոմեացիների 15, 26-ից 27, այստեղ խորթոշակ է շեշտում, ամեն նպաստ, Առաջի Կորինթացիս 9-ի 4-ից 14, Կալի Եզան պատմությունը մինչև ավետարանի քարոզիչներ, Այդ ինչու ես սրանք անգիր գիրեմ, դեև սա իմ սիրած թեման չի, որտև ազատ եկեղեցիներում են անընդհատ քարոզում ու տոպրակներով և դույլերով շորթում, ոչ, բայց նաև պիտի չանտեսենք սա, որտև սրանից է կախված եկեղեցու հիմքերի ամրությունը, կապ չունի 10-րդինի չլի ես տոկոսով վարկով կծառայեմ ու ծառայել եմ, բայց ինչը որ բունորենք տա բոլորը պիտի իրազեկվեն և իմանան, որ Դադաստանի օրը չասեն չենք իմացել, Առաջի Կորինթացիս 9-ի 4-ից 14, Երկրորդ Կորինթացիս 11-ի 8-9,
Փիլիպեցիս 4:10-ից 20 ասում է անուշահոտ պատարագա Աստծուն։ Եվ առաջի Տիմոթեոս 5:17-19 թե ինչ ձև պետք է հոգ տանեք նրանց համար, որոնք աշխատում են խոսքը ստանալով եւ ձեզ մատուցանելով։ Ամեն։ Հիմա կարդում եմ Ծննդոց 28:20-22, կներեք, որ մի քիչ կարճ կբացատրեմ, որտեվ որ մեկը խորթավորա կբացատրեմ, որ մեկը ուղիղ է բացատրելու կարիք չկա, պարզ գրված է։ Հիմա Հակոբի պատմությունն եմ կարդում, որ տեսավ Աստծուն այդ սարի վրա։ Եվ Հակոբը ուխ տարավ եւ ասաց. եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահե այս ճանապարհներում, որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տա։ Տեսեք, բան չուներ, Եսավի երեսից փախեր էր։ Ասենք մի կտորած, մի տիկ գինի, կամ ջուր առեր որոշ բաներ անհրաժեշտ, նա որ ճանապարհին չմարեր, մինչև հասներ Լաբանի տուն։ Բան չուներ, բայց երբ ետ վերադարձավ, այնքան բան ուներ, որ Եսավը շվարել էր։ Եսավին մնացել էր իր հոր ունեցվածքը, Եսավին մնացել էր իր աշխատանքը, բայց Հակոբի ունեցածի համեմատ կարամ ասեմ 10% էր, որ երևի իր ունեցածի չափ նվեր խրգեց Եսավին։ Ահա մեր Աստված ոնց կորշնի։ Եթե իրոք դու տիրոջ գործը գործես, դու բանի մը կարոտ պիտի չլլաս։ Եվ Հակոբը ուխտ արավ եւ ասաց. եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահե այս ճանապարհում, որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տա, եւ ես խաղաղությամբ ետ դառնամ իմ հոր տունը, Եհովան ինձ համար Աստված լինի, եւ այս քարը, որ ես արձան կանգնեցրի, Աստծոյ տուն լինի, եւ այն ամենից, ամեն բարիքներից լսացիք, այն ամենից, որ դու ինձ տաս, ես հիմա չունեմ էտի, ես քեզ 10-րդ 1/10 քոննա, չնչին բան, 100-ի 10, 1000-ի 100-ը, չէ, 100-ը շատ է, բայց քեզ 1000-ը տվե, անխել, կին անգամ շատ տվերա, դու մի անգամ չես ուզում, ասունն ավելացնես, ագա ու գող, սվայ ագա, հեսոր շտիբարաններդ քանդեցիր ու լցրեցիր, լսվելա, բայց մեկի չել ասով հարստացի, ասո գործին ու սուրբերի պետքերին աղորդ եղի, հանդերձյալի համար գանձեր դիզի, ամեն, այս փորը խորի պեսա, մեր պարքը խորի պեսա, ինչ լցնես, ով չի ասի, ամեն, չի կշտանանա։ Հաջորդը Ելից 23:19 հասկանում եք ինչու եմ տարբեր տեղերից ընթերցում, որ դու տեսնեք բոլոր տեղերը նույնն է գրած, ոչ ավելացնում ենք, ոչ պակասացնում ենք, ինչ գրված է ընթերցում, մատուցանում ենք եւ պահանջում ենք, որ կատարենք բոլորս։ Ելից 23:19 Քու երկրի առաջի երախայրիները, այն ամենանտիր պտուղները նկատի ունի, քու Եհովա Աստծո տունը տանես։ Էդի գարեր, ցորեներ, պտուղեր, ինչ որ էր, այն ժամանակվա աշխատանքն ատիկա էր, ամեն։ Առաջնային ասում է քո Աստծո տունը տանես, ամեն։ Ղևտացիս 27:30-32 30-ից ընթերցում եմ Ղևտացիս 27:30-ից 32-ը Եվ երկրի բոլոր 10-որդը գրված է 10-որդ բառը երկրի հունտերից է եւ ծառերի պտուղներից է էդ էր իրանց եկամուտը ցորեն գարի յուղ գինի ոչխար արչար էդ էր Եհովայինն է նորից եմ կարդում երկրի բոլոր 10-որդը երկրի հունտերից է եւ ծառերի պտուղից է Եհովայինն է Եհովային ո՞նց է Պտանես Եհովայի համար աշխատող քահանային տաս, որ իրա բան ու գործը թողելա գիշերցերի քեզ ծնում խնամում, ամեն, մի հարցը չի թողե անլուծելի, եթե թողել են կասեք ապեր, դու անարժան հովիվ ես թողել ես, զանգել ենք մեր կարիքը չես օգացի, ամեն, մեր հարցերին չես պատասխանել, մենք նեղության մեջ ենք ել է, մեր կողքը չես կողնե, այո, եթե տենց են, դրանցը մի տվեք,
Բայց վայ ձեզի, եթե մարդիկ իր կյանքը դրել, ասում է կրկնակի պատվի արժան թող սեպվի այդպիսի հովիվ, ամեն։ Մեկը դու տաս չտաս, հովիվը քո ձեռքը չի նայում, քեզ ծառայելու է։ Բայց որ տալիս ես, դու քո համար ես տալիս, ամեն։ Նա սուրբ է Եհովայի համար։ Եվ եթե մի մարդ իր տասանորդիցը փրկելու լինի, ասենք մի ոչխար ուզում ես փրկես, նրա վրա մի 5-րդ մաս պիտի ավելցնե, ոչխարն արժի $50։ $50 վերին 1/5 էլ ավելցրա փողը դու քահանային այդ ոչխարը տար գնա։ Ամեն։ 1/5 մասը պիտի ավելցնե։ Եվ արջարների եւ ոչխարների ամեն տասանորդը գավազանի տակից ամեն ասնողի, գավազանով ինչի հաշվում է 2, 3, 4 ցենցովիվները գավազանով հաշվում էին։ Գավազանի տակից ամեն անցնողի տասանորդը սուրբ պիտի լինի Եհովային, քոնը չի դա։ Լավը վատի մեջտեղ տարբերություն պիտի չանե եւ պիտի չփոխե այն, եւ եթե փոխելու լինի, այն ժամանակ նայել այդ վատը, որ ծներա ինվալիդ այել է, փոխում ես լավ ես անում, համ փոխվածը ինվալիդը դու, համ էլ լավը, փայդ չի փոխսի, ամեն։ Եթե այն փոխելու լինի, այն ժամանակ նայել նրա փոխանակն էլ սուրբ պիտի լինի, պիտի չփրկվի։ Ոտը թոփալա, կաղա, ոչինչ, կմորթակ ուտա քահանան, ամեն։ Են լավին էլ կպա, կբազմաստա, էլի կմորթակ ուտա։ Մի խոսքով առատա ձեռն էլ ժլատ, ոչ թե դե չես ինվալիդա ծնվե, ես չեմ կորա էսի տոմ։ Էդի չես կորա մի ամիս առաջվա ծնվածը դու։ Ամեն։ Սա Ղևտացիների 27-րդ գլուխ 30-ից 32-ը։ Թվոց 18, 25-ից 32-ը ուղիղ ասում է, որ դա աշխատավարձն է Ղևտացիների։ Թեկուզ դու չես կարա վարձատրի Ղևտացուն իր կատարած գործի համար, բայց շեշտում է, որ դա աշխատավարձ է համարվում, ամեն։ 25-ից ընթերցում եմ, մինչև 32-ը թվոց։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. այսպես խոսիր Ղևտացիների հետ եւ ասիր նրանց. երբ որ Իսրայելի որդկանցից 10-որդ առնեք, որ նրանց կողմից ձեզ տվի ժառանգության համար, այն ժամանակ նրանից Ղևտացիներ որ կհավաքեք, 10-որդը բարձրացնելու պատարագ մատուցանեք Եհովայի համար, դու էլ տվեք քահանային ու քահանայապետին ձեր ավաքին, որ նրանք էլ 10-որդ ստանան ու հավասար ապրեն։ Եվ ձեզ համար ձեր բարձրացնելու պատարագը համարվի կալի ցորենի պես եւ ընձանի բերքի պես։ Այսպես դուք էլ բարձրացնելու պատարագ մատուցանեք Եհովային այն բոլոր 10-որդներից, որ դուք առնեք Իսրայելի որդիներիցը, եւ նրանից Եհովային բարձրացնելու պատարագը Ահարոն քահանային տակ, ամեն։ Եվ բոլոր ձեզ տված պատարագներից Եհովային մատուցանեք այն ամեն բարձրացնելու պատարագը, բոլորովին նրա ամենալավիցը, նրա սուրբ մասը մատուցանեք, ամենանդիրը, ոչ թե կտրածը, նեխածը ու ծակը, ամենապուճուր թափելու բաները, դա կատարել եմ, 10-որդս տվել եմ, որդի կերազն ես տալիս ու պուճուրը, գալ տարին էդ կստանաս, լավն ես տալում քո քուր եղբայրներին, քո ղեկավարին, վաղը հաջորդ տարին Աստված լավի լավը կտա քեզ, ամեն, ինձ ցանես, են էլ կհնձես, եւ ասես նրանց, երբ որ նրա ամենալավը մատուցանեք, տեսեք, հավաքել եք, բայց քանի բաժինը չհանեք, չուտեք դրանից։ Առաջնային, ինչպես քո աշխատավարձն է քո ղեկավարը առաջնային տալիս նոր իր գումարները ծախսում, ամեն։ Եվ ասես դրանց, երբ որ նրա ամենալավը մատուցանեք, այն ժամանակ մնացածը կալի արդյունքի պես եւ հնձանի արդյունքի պես համարվի Ղևտացիների համար։ Եվ ամեն տեղ ուտեք այն դուք ձեր ընտանիքները, որովհետև ժողովի, խորանի, ուշադիր, մեջ ձեր պաշտոնի փոխարեն ձեր վարձքը, վարձատրությունը սա է։ Պետք է ուտեք, որ վազեք, կալի մեջ որ աշխատում եք, ձեզի կալից վարձատրում ա Տերը։
ասում դե իմ զավակե, առատկե, դաշտի շուշանի նման հակի, որ բոլորը տեսնեն ասորտությունը քո վրա։ Ու դու ասա, որ ես իմ Տերն է հագցել է, ոչ թե ես։ Երբ վերագրեցիր քեզ թաղեմ եսի կդ լրիվ ձեռիցդ կգնա։ Իրոք ես չեմ մոռանա իմ հին քրչոտ վիճակը։ Չեմ մոռանում ամեն քարոզի մեջ էլ մեծամասա միշտ շեշտում եմ, որ աղբանոցից հարու մաքրելուց, անասնագոմում ռակ հանելուց հա բերե ասցրես թե։ Կաշկայել չունեի ու ինչերա տվե, ամեն։ Ու մեկը չի կար ասա կարենը գողացե խապեկցելա։ Պարզա, իմ Տերն է նվիրե, ոնց, քու խնդիրը չի։ Ումն արաման տվե, փարավոնին արաման տվե, կարգը դրել են տակս, ենամեկելին արաման տվե, տունը դրել են տակս։ Ձեզի ինչ, նավդի ես չեմ ունեցե իմ Իսուսով ունեմ ու մեկը չի կար ասա գողացելա կարենը։ Ուրեմն, և ամեն տեղ ուտեք այն, դուք և ձեր ընտանիքները, որովհետև ժողովքի խորանի մեջ ձեր պաշտոնի փոխարեն ձեր վարսքը նա է տասանորդը, ամեն դա քահանայի, ավագի, դետի, աշխատավարձնա, ապրելամիջոց, նուտի, հաց, հանդերձ, ունենա, որ հետևիցը դվազի գառնուկ, ինչպես ձեր գյուղի հովվին։ Դու նրան պտի տակ, որ նա հաց առնի, էշ առնի, ձի առնի, ձին կերակրի, չէ, մեքենան պահի, բենզին լստի քո հետևից վազի վարկյանական և ծնգսնես։ Ուրեմն դա է ձեր աշխատավարձը կոպիտ ասած, բայց մեր աշխատավարձը անգնահատելի է, որտեղ մեկ հոգու փրկությունը անգին է, բայց քանի հոգիներ են Տերով փրկե ու երկինք ենք առաջնորդում։ Եվ նրա համար մեղք չեք կրի, նրանից ամենալավը մատուցանելուց հետո և Իսրայելի որդկանց սուրբ բաները չպղծեք, որ չմեռնեք։ Ուրեմն դու հանցավոր եք և տասանորդը գողանում եք, ես ամաղաքյան կխոսի դրա մասին։ Դու գող եք, դուք հանցագործ եք, դուք չեք կարա տիրոջ տաճարի գործը կաղնեցնի, բայց դուք նպաստում եք, որ հովիվները ստիված թողեն, բայց սխալ է այդ հովիվն էլ թողոտ կանար էշտակը կտա իրեն։ Բայց դու մղում ես նրան, որ տաճարը թողի գնա աղի ու շարի։ Տաճարը թողի Նեհեմիայի ժամանակվա պես գնա հողամ գործություն անի և տաճարում ամոնացի սատանայի պաշտ տուբյանքա բնակվի։ Եմ որ ասում Սողոմոնի տաճարում շներն են բնակռել։ Հայո շնացող էթանոսները և դու մղեցիք ամեկը ձեր չափով։ Ինչ 1000 դրամի 100 դրամը գետին տենաս չես վեկալի։ Կամ 100 դրամի 10 դրամը, չել է որ 10 դրամ տեսերիք չեք վեկալել։ Հելելա, բայց դու ժլատ աստված քո օրտությունը բացում է օրտության վինտիլները։ Դու ասում ես չես շատ է, բայց ինչ անում այդ մարդը, բայց չէ որ իր աղոտներն են, քեզի պահում, քեզի օրհնում։ Նրա հիմնած եկեղեցու մեջ ես դու աճե բարգավաճե նզով քթքանդվե, ամուսնացե, ծնե, ծնվե, սնվե, մեծացե ասետ աշճանին, ամեն։ Եվ նրա տիրոջ օրհնություններն են, Մելքիսեդեկի օրհնություններն էր, որ Աբրահամին պահեց ոչ մի զինվոր չմեռավ և հարստությունով ետ դառավ։ Ինչ արավ Մելքիսեդեկը Աբրահամին։ Օրհնությունը, Մելքիսեդեկի աստվածը, որ դարեր էր Աբրահամի աստվածը պահեց, և Աբրահամը չուրացավ, ինչպես Եստերը չուրացավ իր մուրդքե հոր արածները, բայց ով որ կուրանա բնաջինչ կլինի, ով որ անտեսի իր ծերացած հորը, նա երբեք մեծասակ հայր չի դառնա։ Իրա օրերի կիսում կմեռնի, որտեղ նա չգիտի հայրը ինչա, ամեն մայրը ինչա, ու նա օրերի կիսում կկործանվի։ Ամեն։ Երկրորդ օրինացիս 26:2։ Լավ, 26-ի 1-ից ընթերցեմ մինչև 2-ը։ Երբ որ մտնես այն երկիրը, որ քո Եհովա Աստված քեզ կտա իբրև ժառանգություն, և նրան ժառանգես և այնտեղ բնակվես, այն ժամանակ երկրի ամեն պտուղների երախայրիներն առնես, ամենալավն է երախայրին, որոնք կժողվես քո Եհովա Աստծո քեզ տված երկրիցդ, Եհովան ա տվե քեզ։ Այդ երկիրն էլ, այդ տնգած ծառերն էլ, այդ տներն էլ, ջրորներն էլ, ծիթենիներն էլ, ամեն արմավենիներն էլ, ամեն։ Դու բանից տեղյակ չես, ինչպես ես տեղյակ չեմ, ինչ որ Տերս տվել է ինձ, ամեն։
Արեք իմ անցյալը ձեր սաղին կպատմեմ։ Բայց ոնց ուրանամ են աղքատից աչքերս փակեմ։ Այդպես բան չի ելը։ Ես տոկոս կվեկալ եմ այդ աղքատին, եթե անկեղծ աղքատ է, էլի ոչ թե շահի համար եկած։ Կհասնեմ մինչև ինքը ոտքի կկաղնի։ Ու այդ աղքատը որ եկուց մի բանով օգնի, բթոսս էլ թե Կարինը համոզերա, Կարինը խելքը կերերա, փողերը տանում ա ձեռից։ Ոչ։ Ախել Աստված Կարինին հրամայեց այդ ծառներին օգնեց, մինչև դարան տոննանոց ծիրան տվող ծառեր։ Հիմա եթե մի վեդրո, մի տազիկ ծիրանա տալում ու տալիս են կրկին աղքատներին, Կարինը նալոգա դրե, վրները, ոչ, Կարինի Աստվածն հրամայում իրանց անցյալը իրենց դեմը դնելով, ամեն։ Ուրեմն որոնք կժողվես քո եւ Աստծոյ քեզ տված երկրիցը, եւ դնես մեկ կողովի մեջ եւ գնաս այնտեղ, որ քո Եհովա Աստված կընտրե եկեղեցին իր անունը այնտեղ դնելու համար կտանես եւ կհասնես ղեկավարին, որ ղեկավարը Պետրոսի նման կարիքներին նայելով բաժանի, ամեն։ Ոչ թե տանես 13-ին քեզի փառավորի։ Պետրոսները քո նման հպարտին չեն փառավորի, հույսդ կդրա փառավորվելուց։ Ու ինչ արել ես, եթե մտածում ես ինձ ես արել, դու հիմար ես։ Ես կո՞։ Ես մերերի մար որ այդ բանոր ես, ուրեմն դու հիմար ես։ Դու իմ մեջ Քրիստոսն ես տեսե արել ես, հետագայում չվերագրես, կանդ ես տկարամիտ հոգիներ։ Սկզբից օրդությունը տենում են, իմաստությունը, զորությունը, բժշկությունը, որ մեր կուբան անում են եկեղեցու համար, գիտեն թե Կարինի վար են օրել։ Դու կամար վարձ ես կուտակում։ Քո տվածով գրքեր են կառնում, բաժանում, փառավորում են Տիրոջը։ Դու ասում ես Կարինին եմ տվել։ Հիմար ես դու, Կարինը մեռելա։ Կարինը չունի արժանիք, որ մի բան դու իր համար անես, եւ դու չունես արժանիք, որ մի բան քո համար արվի, ամեն։ Դու պիղծ զզվելի վառելու ապրանք ես, ես էլ հետդ։ Մեր մեջ պատվականը Քրիստոսն է, մեզի ծանոթացրողը Քրիստոսն է, մեր միջից բարի գործեր արողը Քրիստոսն է, քո միջից ողորմություն արողը Քրիստոսը Քրիստոսինն է, ամեն։ Մարդը չկա թե այնա որ քո փառայեր եսիկին ոչինչ չվերագրես, եթե Տերը չհրամայեր, դու չէիր կարող այդ գումարը զոհաբերեիր Տիրոջ, ամեն։ Դու մի բան էլ պարտք ես մնացես, ես էլ պարտք եմ Տիրոջն, ես ինչա Տիրոջ արածի փոխարեն, ամեն, թո Տեր Հիսուսը փառավորվի։ Նեհեմիա 13:12, սա շեշտակի համար է։ Ուրեմն Նեհեմիա 13:10-12 ընթերցում եմ։ Նաև իմացա, որ Ղևտացիների բաժինները չէին տվել, երբ ինքը ներկա էր, բոլորը տալիս էին օրենքի համեմատ։ Եվ որ Ղևտացիները եւ սպասավորություն անող երկեցողները փախել էին իրենց ագարակները։ Բա ինչ անեին, գնացել են աշխատել, որ երեխեքը սովից չմեռնեն։ Որտեղ 10-րդը գողացել են, էլ չեն տալիս։ Ղևտացին ինչ անա, սովամալ լինի։ Չէ Ղևտացին ձեռվոտ ունի կարա աշխատի, բայց եկեղեցին անտեր կմնա։ Փախել էին իրենց ագարակները եւ ես վիճեցի ոստիկանների հետ եւ ասեցի. Ինչու է Աստծո տունը թողված։ Եվ ես Ղևտացիներին ժողվեցի եւ նրանց հաստատեցի իրենց տեղը ետ արեք աղյուս շինելուց, հող մշակելուց, ձեր գործը օրենք առնել քարոզելն է, մի գործի մարտը լալն է։ Եվ մեր պարտականությունն է կալից ձեզի պահելը, ամեն։ Եվ երբ որ Հուդան եւ բոլոր Հուդան բերավ ծորենի, գինի եւ ձեթի 10-րդը գանձատունը, տեսեք, բայց չէին բերում, բայց Նեհեմիան եկավ հանդիմանեց։ Եվ ես գանձատուների վրա գանձապետ նշանակեցի Սեղեմիա քահանային եւ Սադոֆ դպրին եւ Ղևտացիներից ես ինչին, ամեն էլ կապ չունի։ Կագնես 10-րդի, վերակագնես 10-րդի օրենքը։ Ետ բերեց Ղևտացիների ես գործին եւ վերակագնեց տաճարի գործուն աշխատանք ամեն։ Եթե Ղևտացի չկա տաճար գան ինչ անեն։ Եթե քարոզ տվող չլինի դու գգակ, կնստեք ամենքը ձեր տներում։ Բայց մենք անպարտ ենք, եթե մենք քարոզում ենք ու ամեն օր թարմ կերակուրներ են տալիս, եթե դու պարտանաս չարանաս չգաս, մեղտել քեզի, վարձնել քեզի։ Դու կտուժվես, ոչ թե ստե գալացողները, ամեն։
Ինչ ասավ Հեսուն։ Ասավ ես չգիտեմ դուք ումն եք պաշտելու, բայց ես եւ իմ տունը, եթե մարդել չլինի, Եհովային ենք պաշտելու։ Կարա իմ տան մեջից էլ մեկը տակար դուրս գա, ես եւ իմ կինը կպաշտենք, ամեն։ Իմ կինն էլ չգա, ես եւ Աստված պաշտամուն կանենք։ Իմալը սկիզբն եմ արել։ Բայց փարտիրոջ այնքան են շատացել, որ խմբերը չի երիքում, ամեն։ Բայց նաեւ կտրում ենք, նաեւ զտում ենք, որ որակ տանք եւ նզով չմնա եկեղեցում, ամեն։ Փառավորվի Քրիստոս։ Առաջի մնացորդած 29-ի 12 տազվեց։ Առաջի մնացորդած 29-ը 12 տազվեց։ 12-ից ընթերցում եմ։ Եվ ես, ստե Դավիթն ասում։ Հիմի տեսեք ով է տվեց հարստությունը Դավիթին։ Եվ հարստություն ու պատիվ եւ փառքը, կանի 11-ից կարդամ, որ բարձ լինի։ Քոնն է ով Տեր թագավորությունը, տեսեք Դավիթն ասում, ես չեմ ասում, Դավիթի ասածը կրկնում եմ։ Ով Տեր քոնն է թագավորությունը, եւ դու բարձյալ ես ամենից վեր իբրև գերիշխան, հարուստների հարուստ, թագավորների թագավոր Տերերի Տեր, եւ հարստությունն ու պատիվը քո երեսիցն է, եւ դու ես ամենի վրա տիրողը, եւ քո ձեռքին է զորությունն ու կարողությունը, էլի մեզ յորտելու հարստացնելու, եւ քո ձեռքինն է ամենին մեծացնելը եւ ուժովացնելը։ Եվ հիմա ով մեր Աստված, մենք փառավորում ենք քեզ, եւ որ ներգում ենք քո փառավորյալ անունը, ասան կարևոր կետին, որովհետև ես ով եմ եւ ով է իմ ժողովուրդը, որ կարողություն ունենանք այսպես մեծ ընծամատուցանելու, որովհետև ամեն բան քեզանից է եւ քո ձեռքից է ստացածը տվեցին քեզ, որ Դավիթը չունեներ 70,000 ոչխար, 7,000-ը կտեր տիրոջը, ընդամենը 7 ոչխար ուներ, ճոբանություն էր անում։ Տերը տվեց 7,000, տեսնում եք ինչ era գրավում։ Եվ Դավիթն ասում է ինչ են որտամ, քիչ է։ Հələ թե որտեղից որտեղ բերեցիր։ Այսա է որ դու քո անցյալը մոռնում ես, ատորամար չես ուզում աղքատին ձեռ մեկնես։ Աստված էլ փակում է տանը տորտությունները։ Դու չես ուզում ավետարանչությունը զարգանա, ատորամար քո վրա կփակա օրհնությունները, խելացի մնա։ Անենց ղեկավարի սիրտ կփոխի, անենց օրեկներ կանեն, կչորնա աղբյուրը, իսկ են արդարը, որ տալիս է, անենց օրենքներ կանեն, կորնվի նրա տանորդության աղբյուրը, ամեն, փառավորվի Քրիստոս, հիմա Մաղաքիա 3-ի 7-ից 10, սեսացիոն համար քանդումը բոլոր աղանդավորական հիմքերը, որոնք ժլատ են, 7-ից ընթերցում եմ, Մաղաքիա 3, 7-ից 10 Ձեր այրերի օրերից ի վեր խոտորվել եք իմ պատվիրաններից և նրանց չեք պահել։ Ետ դարձեք դեպի ինձ, և ես էլ կդառնամ դեպի ձեզ ասում է զորաց Տերը։ Բայց դուք ասում եք, ինչ բանում ետ դառնանք։ Միթե մարդն Աստված կխաբե, որ դուք ինձ խաբում եք, բայց դուք ասում եք, ինչ բանում ենք քեզ խաբում։ Տասանորդումը և ընծայումը, տասանորդ և ողորմություն ընծայաստ է գրված, տասանորդումը և ընծայումը, դա միթե մարդն աստուն կխապե, որ դուք ինձ խապում եք, բայց դուք ասում եք ինչ բանում ենք քեզ խապում, տասանորդումը և ողորմության արծում ընծայումը, անեծքով դուք անիծված եք, ով գողեր, Ինչի մարի մի ապացուցում է, անեծքով դուք անիծված եք, որովհետև դուք ինձ խաբում եք բոլոր ազգդ, բոլոր բաների տասանորդը, տարեք գանձատունը, ղևտացուն տվեք, ով ղեկավարն է գանձերի, որ նրանով բաժանվում է բոլոր պետք ունեցողներին, գրքեր, գրականություններ, միսիոներներ, բոլոր տասանորդը տարեք գանձատունը, որ իմ տանը պաշար լինի, Եվ ինձ մեկ փորձեցեք սրանով ասում է զորաստերը, այդով փորձեք ասում, տվեք ու ստուգեք, ուղիղ կյանք ապրեք ու տվեք, և ինձ մեկ փորձեցեք սրանով, ասում է զորաստերը, թե արդյոք չեմ բանալ ձեզ համար երկնքի պատուհանները և օրհնություն թափել ձեզ համար
մինչև որ նրա համար ընդունելու տեղ չլինի, ամեն, ժլատ դու չես տալիս ու ասում ես տերին չեմ ների, որտև ժամանակին դու կյանքը չապրար ու ավետարանչությանը և աղքատ սուրպերի պետք էին աղորդ չեղար, քեզի տա ինչ անա, եղածնել կցամաքեցնի, եթե տվել ես ու տրտնջում ես, էտելա մեղք էլի կփակի, դու տվել ես աստծո տվածից է, եթե դու բոմժ լինեիր չէիր կարա ավետարանչությանը խոսքի 1 միլիոն դրամ գումար զոհաբերեիր, գրքերին 5 միլիոն, 3 միլիոն, այդ որտեղից էինք փակում, հավատքով վեկալում էինք ու Տերն օրհնում էր փակում էինք, ատոր համար երեխեքն ինչքան շատանան մեր կաթիկը, մանին, բուլյոնը, հոգևոր էլի, խորվածը, չալաղաջը, չի պակասի, գրքեր, գրական, բոլորը կա, մենակ փափագող հոգիներն են քիչ, Տերն էլ ասում է, շատ քիչ են լինելու, ամեն, ուրեմն դու անիծված ես, այ գող, դու ինչ փրկությունից ես խոսում, դու տիրոջ գործը չես գնահատում, ասում ակայացիները իրենց նեղության փորձի մեջ առատաձեռնություն ցուցաբերեցին, իրենց ծանր աղքատության մեջ առատաձեռնություն ունեցան ու ուրախությամբ տվեցին, և Աստված էլ օրհնեց նրանց, ես էդի տեսել եմ, տոկոսով փող եմ վեկալել, բայց 10-րդը չեմ ուրացել, կարայի չտայի դրանից, բայց ասել եմ իմ տունը մտնելուց, եթե ես 144,000 էսի ծախսում եմ որովայնիս համար, թո 4,000-ն էլ գնա հոգևոր կերակուրի համար, ամեն, և ատոր համար մեր մոտ ամեն բանի առատությունը, թե հոգևոր պատգամների, թե հոգևոր կերակուրի, թե մարմնավոր սնունդի, թո հոգևոր գրքերի և գանձերի, ամեն, առաջի եկեղեցին որ դաստով վարսր փոստեր ունի, իսկ տանձը պետք է սուրբերի վարկը կարդան, առաջի եկեղեցին որ դրեցին, որ տեսնեք ինչ սրբեր ենք ունեցել, ամեն, որ մենք էլ նրանց վարքերը լսելով նրանց վարքագծին նմանվենք, պարզա, փառավորվի Քրիստոսը, Մատթեոս 23-ի 23 արդեն հեշտանում որտև նոր կտակարանի համարները, շատերը անգիր գիտեն, որտև նոր կտակարանները շատ են կարդում, հինն են մոռացել շատերը, Մատթեոս 23-23-ից 23-23 Վայ ձեզ, ձեզի կեղծավոր դպիրներ ու փարիսեցիներ, տեսեք շատերն ասում եք 10-րդ բառ չկա գրած նոր կտակարանում, ոնց կարա չլինի, որ դա օրենքն է, որ անանուխի ու սամիթի և չամանի 10-րդ կվճարեք, կասեր անանուխի 10-րդն ասում տվեք, չամանին տվեք, փողին մի տվեք, ոչ, ինչ բարիք քո տունը մտնում, շնորհակալության պատարագը 10-րդն է, պետք է տաս Տիրոջ, և չամանի 10-րդ կվճարեք, ու կձգեք օրենքի ծանր բաները, դատաստանը, ողորմությունը ու հավատքը, ասոնք պետք է անեիք, վերջ հաստատես 10-րդը, և մնացածը զանոնք չձգեիք, ինչ է 10-րդից հետո, դատաստան, ողորմություն և սուրբ անարատ հավատք, ամեն, 10-րդից հետ ստանք շատ կարևոր է, 10-րդի հետ, եթե դու եսի չունես 10-րդն էլ մի տու, եթե նախ սրբություն, ետքը 10-րդ ողորմությունով գանձեր դիզել, ամեն, ես ձեզ ասում եմ, եթե դուք խաղաղ չեք սուրբ, չեք 10-րդ էլ մի տվեք, մեկը նզովվելու է, մեկը օգուտ չունեք, մենք էլ ձեր այդ կոպեգներին, ոչ թե մենք կոպեկ ենք համարում, այո, քո տվածը, որ սրտաշ չէ գրոշներ է, կոպեգներ է, ոչնչություն է, ավելի լավ է այդ սրտաշ չտվածը չընդունենք գանձանակ, քան թե ընդունենք նզովք, բերենք մեր վրա, հնչե մեն բանի 10-րդը ընդունում էին առաքյալները, գողության, շնության վարձք, այլասերվածի ձեռքից մեկը զանգեր Ռուսաստանից ասում է քարտի համար ուղարկի փող գրգեմ, ասում լավ չես դու, հələ բայց ստենամ դու ով ես, ինչ փող, մեզի փող պետք չի, հələ ասում է ուրիշ ովի վախանում փող գրգեմ, դու լսում ես մեզի փող պետք չի, այ մարդ մեզի քո փողը պետք չի, կանիծված փող է դա, քո այդ շնության եւ անառակության գողության գին է, մենք քանի քեզ չճանաչենք եւ դու ես եկեղեցու գարը չդառնաս, մենք քո ձեռքից ոչինչ չենք վերցնի, ամեն, դու փորձանք ես, կհատած գլխներից մի բան սարքես։ Եվրայեցիների 7-րդ գլուխ 4-ից 8 տեսեք, թե ոնց է խոսում 10-րդի մասին։ Վերևը խոսում է, որ Մելքիսեդեկը Աբրահամին 10-րդ տվավ, ամեն, որտեղ իրենից մեծին պետք է 10-րդ մարդ տա, ոչ թե իրենից հոգեպես փոքրի։ Արդ նայեցեք, թե որչափ մեծ մեկն էր Անիկա Մելքիսեդեկը։
որուն Աբրահամ նահապետն ալ 10-րդ տվավ ավարեն, ինչ որ ստացել էր պատերազմից։ Ղևի որդիները, են եղողները, որոնք քահանայություն կառնեն, անգամ Ղևին Աբրահամի երանքի մեջ 10-րդ է տվել։ Ուրեմն այն ժամանակվանից էլ era 10-րդը, ամեն։ Ղևի որդիներեն եղողները, որոնք քահանայություն կառնեն, պատվեր ունին, որ ժողովրդին 10-րդ առնեն օրենքի համեմատ 10-րդ նոր կտակարան Պողոսն ա գրել։ Այսինքն իրենց եղբայրներեն, թեպետ եւ անոնք Աբրահամի երանքեն ելել են, բայց անիկա որու ազգատոհմը անոս մեջ էր, Ղևիից չէր, Մելքիսեդեկը։ Աբրահամեն 10-րդ առավ եւ որտեղ զանիկա, որ խոստումներն առած էր։ Սակայն անհակառակելի բան մնե, որ պստիկը մեծ են կորնվի։ Հոգեբ օրորդությունները ումից ստանում ես, դու նրան են մարմնավոր բաներում պետք է օգնես, ամեն, որ լինի հավասարություն։ Պողոս ասում է, եթե էթանոսները հոգևոր բաները ձրի ստացան հրյաներեն, պարտավոր են նրանց կրկնակիլը օգնել մարմնավոր բաներում, որ լինի հավասարություն, ամեն։ Փառավորվի Քրիստոս։ Հռոմեացիների 15, 26, 27, արդեն սի ուղի խորթավոր Պողոսը խոսում է 10-րդի մասին։ 26-ից 27 ընթերցը, Հռոմեացիների 15։ Վասնզի մակեդոնիացիները եւ աքայացիները հոժարացան, որ Երուսաղեմի մեջ եղած աղքատ սուրբերուն, որոնք ամեն ինչ դրած են Տիրոջ գործի համար։ Քիչը օգնություն են։ Այսօր հովիվ կա բիզնես ունի, գործարանի տերա, նորից տոստարթեք տալումը դու, խոտում գեշ չեք։ Էդի սավար իրա ժամանակը ծախսում է գործարանի վրեն, նոր հովիվ ընտրեք, որ ամեն բան թողած ձեզի կերակուր կմատուցանի գիշեր ցերեկ կառնի ու կուտա։ Հին ժամանակ նրան 10-րդ տվեք, որ նա ապրի ձեզ հետ քարոզի։ Իսկ այդ մարդը գործարանի վրենա դնում իր ժամանակը, պտուղ չեք տալու։ Վասնզի մակեդոնիացիների եւ աքայացիները հոժարացան, որ Երուսաղեմի մեջ եղած աղքատ սուրբերուն քիչը օգնություն ունեն։ Հոժարացան, քանզի անոնց պարտականալ են, ինչու։ Եթե էթանոսները հոգևոր բաները հրյաներեն օգնություն ձրի ստացան, պարտավոր են անոնց օգնել մարմնավոր բաներու մեջ, որտեղ նա գիշեր ցերեկ առնում բաժանում է քեզ, դե բնականաբար աղքատ կլինի ձևը կարճ, դու էլ գիշեր ցերեկ աշխատում ես, փող ունես, դե օգնի որ եկեղեցու համ հոգևոր համ մարմնավոր պետքերը հավասարապես հոգացվի, ամեն։ Եթե ոչ, Աստված կարա այդ տվածը խլի քո ձեռնից։ Ուրեմն պարտավոր են անգամ գիրտնասմա կրկնակի պատվի արժան թող սեպվեն, ամեն, անոնք, որ կաշխատեն խոսքը ձեզի մատակարարելով։ Առաջի Կորինթացի 9:4-ից 14, էսի թաղումը բոլորես հակառակվա խոստեին, ուշադիր։ Միթե մենք իրավունք չունենք ուտելու խմելու, էսի Պողոսն ասում։ Միթե մենք իրավունք չունենք Քրիստոսով քույր եղողքին մեզի հետ պատտեսնելու ինչպես մյուս առաքյալները ու Տիրոջ եղբայրները ու Կեփասը կնեն։ Միթե ես ու Բարնաբասը միայն իրավունք չունենք չգործել, դու իրավունք չունեք կալից ուտեք ասում։ Ով իր ապրուստով զինվորություն կնե։ Ով այգին կտնկե ու անոր պտուղեն չի ուտեր, հլո ասեք, դա հիմար կլինի։ Կամ ով ոչխարները կարածեցնե ու ոչխարները կաթեն չուտեր։ Միթե մարդկորեն կսեմ այս բաները, կամ չէ որ օրենքն ալ նույնը կսե, քանզի Մովսեսի օրենքի մեջ գրված է կալի մեջ աշխատող եզին դուն չմի կապի, հոտում աշխատող հովին մի զրկի, ֆինանսից եւ սնունդից ամեն։ Միթե Աստված միայն եզների մասին է հոգ տանում, չէ որ մասնավորաբար մեզի համար կսե, վասնզի մեզի համար գրվեցավ, որովհետև ան որ կհերկե պետք է որ հույսով հերկե, եւ ան որ ցորեն կծեծե պետք է որ վայելելու հույսով ընեն։ Եթե մենք ձեզի հոգևոր բաներ սերմեցին, գանձերը տվինք, մեծ բան է, եթե ձեզի մարմնավոր մի քիչ ֆինանսը ստանան, գործ առաջ տանենք, հանդերձ հագնենք չմրսենք, կոշիկ առնենք, հագնենք վազենք, չէ որ ծերմար ենք ամեն ինչից զրկված։ Ամեն, տրամաբանական չի։
Եթե ուրիշները ձեր վրա այդ իրավունք ունեն ու ձեզի որևէ հոգևոր գազ չեն տվել, գալիս են փողեր շորթում տանում են։ Բայց խիղճն լավ է, գոնե ձեր գյուղի հովին կերակուր տվեք։ Ձեր գյուղի հովին ֆինանսավորեք, որտեղ նրանք են քո գառներին տանում եւ կեր տալիս ու բերում։ Եթե ուրիշները ձեր վրա այս իրավունքն ունեն, չէ որ ալավելին մենք, բայց մենք այս իրավունքը նորեկներ չգործածեցինք ձեր վրա, ամեն։ Հապա ամեն բանի ամփերեցինք, որպեսի Քրիստոսի ավետարանին արգելք չլանք, ալելույա։ Այ ուրիշ եկեղեցիներիցին 10-րդ ողորմություն ենք ստանում, ձեզի ձրի ենք ծառայում, գրքերը ձրի ենք տալիս, ամեն ինչը ձրի, որ չլա թե մտածեիք, թե մենք փողի մար ենք գալիս, մենք գալիս ենք գլը փող ենք ծախսում, մենք գալիս ենք փող ենք տալիս, մենք գալիս ենք տուն ենք շինում, ամեն, աղքատներին և Քրիստոսն է փառավորվում, ու մեկը չի կարում կեղտ քսա մեր վրա, ամեն։ Չեք գիտեր, թե տաճարին մեջ աշխատողը տաճարեն կուտեն, ու անոնք, որ սեղանի պաշտոնյաներն են, սեղանեն բաժին կառնեն, ղևտացին և ամենակարևորը Տիրոջ հրամանը, նույնպես ալ Տերը հրաման տվավ, որ ավետարանը քարոզողները այդ ավետարանեն ապրեն, ավետարանից եկած եկամուտից սնվեն, ամեն 10-րդ ողորմությունն ուրիշ չկա։ Ինչպես Պետրոսին ասավ գնադ, կարթը քցի, ձուկը կգտնես, Փերանը կբացես, ստատերմը կանես, կտանես կտաս իմ և քո պորտ։ Այդ ձգները դուք եք, քցել ենք, բերել ենք, ձեր բերաններից օրական ամսեկանը ինչ որ ստանում ենք, տանում ենք, օգնում ենք եկեղեցու և ղևտացիների պետքերը, ամեն։ Ճիշտ չէ, այ առակները ճիշտ հասկացեք ու ճիշտ սովորեք, ամեն։ Երկրորդ Կորինթացիս 11-րդ գլուխ 9-ից 10-ը իրականից հողարկավորում է բոլոր հակառակախոսների գաղափարները։ Տեսեք, երկրորդ Կորինթացիս 11 9-ից 10։ Ուրիշ եկեղեցիները, հին հաստատուն եկեղեցիները կողոպտեցի նրանցից եկամուտը, որ պտի եսուտեի չկերա ձեզի տվեցի։ Ուրիշ եկեղեցիները կողոպտեցի անոսմե թոշակ առնելով ձեզի ծառայելու համար։ Ձերքով գտնված ատենս երբ պակասություն ունեցա, ձեզ մեկուն ձանձրություն չտվի, ամեն մեկի չեմ ասեմ իլումայով օգնեք։ Նույնը ես, մեկը 10 ասել եմ, հա պարտքով վերցել եմ շատ քուրի ծաղպենից և վերադարձրել եմ։ Ձերքով գտնված ատենս երբ պակասություն ունեցա, ձեզ մեկուն ձանձրություն չտվի, վասնզի իմ պակասությունս լեցուցին Մակեդոնիային եղող եղբայրները, և ամեն կերպով ձեզի ծանրություն ըլլալեն զգուշացա ու պիտի զգուշանամ։ Շատ աղանդավոր հովիվներ ու եպիսկոպոսներ ասում են Պողոստոսը այս ձեռքերս են հոգացել։ Չի ասում այս ձեռքերով վրան կարեցի հոգացի, այս ձեռքերով եկեղեցի իմն է, և այդ եկեղեցիներից եկած 10-րդ ողորմությունը վերցեցի իմ դե ձրի ծառայեցի, ամեն։ Եվ ոչ ոք չիմացան, որ ես աղքատ եմ, տերմինը լավ էլ հարուստ եմ, բայց դա իմ սեփականը չէր, եկեղեցիներից եկած 10-րդ ողորմություններ։ Հնդից վերցնում էի, պտի ուտեի, չէի ուտում, բաժանում էի, գրքերի առնում, շոր հանդերձ, ղևտացիներին էի օգնում, ձի ու կարգ էի առնում, ֆինանսավորում, մեքենաների հարցենքի մի լուծում, որ վազեն ծերի դեպից, ամեն։ Բայց եթե քո խնդիրը չի, քո խնդիրն է 10։ Եթե եկեղեցին ուղիղ է վերջ, իսկ եթե եկեղեցին ծուռն է, մի լումայով չօգնես։ Ուրիշ եկեղեցիները կողոպտեցի անոսմե թոշակ առնելով ձեզի ծառայելու համար։ Ձերքով գտնված ատենս երբ պակասություն ունեցա, ձեզ մեկուն ձանձրություն չտվի, վասնզի իմ պակասությունս ուշադիր չասում ցեխերից եկավ, վրանակարության բիզնեսից, կամ գին ու վաճառքից, ամեն բիզնես ուներ Պողոսը։ Ձեզ մեկուն ձանձրություն չտվի, վասնզի այս ձեռքերովս հիմնած եկեղեցիներից, վասնզի իմ պակասությունս լեցուցին Մակեդոնիային եղող եղբայրները, և ամեն կերպով ձեզի ծանրություն տալ է զգուշացա ու պիտի զգուշանամել։ Նույնը մենք ենք անում, ոչ մի նորեկի, ոչ ճիշտ պիտի չասեք, իսկ եկեղեցիները հենց նորեկը մտնում է, թալանում են այդ նորեկները թողում ու գնում են, ամեն։ Հələ դու այդ նորեկի վրա ծախսարա։
Փառավորվի Քրիստոսը, բայց շատ նորեկներ էլ երես են առնում, շատ նորեկներ էլ չեն հասկանում, բայց կարևորը Աստվածը հասկանում եւ մեզի Աստված պիտի վարձատրի։ Ամեն մենք նորեկի վրա ուժ ունենք։ Հաջորդ ամառը Ֆիլիպեցիների 4:10-20 եւ Առաջի Տիմոթեոս 5:17-19 ավարտենք։ Ֆիլիպեցիների 4:10-20 Մեծապես ուրախացած իրոշմով, որին վրաս ունեցած հոգերնի թիման օրոքվեցավ, ինչպես կհոգայի քալ, միայն թե պատեհություն չունեիք, ոչ թե կարոտության համար կսեմ, վասնզի ես սովրեցա գոլալ իմ գտնված վիճակներիս մեջ, գիտեմ չկավորություն քաշել, գիտեմ շատ ունենալ, ամեն բանի մեջ ամեն կերպով աղեք սորվել եմ թե կշտանալը, թե անոթանալը, թե շատ ունենալը, թե պակասություն քաշելը։ Ամեն բանի կարող եմ անով, որ զի զորացրեց, ամեն բանի կարամ դիմանամ, նա իմ կարողությունից ավել փորձություն չի տա։ Բայց աղեկրիկ, որ իմ նեղությանս մեջ ինձի օգնեցիք, ալելույա։ Դուք ալ գիտեք, Ֆիլիպեցիներ, որ երբ ավետարանի սկիզբը ես Մակեդոնիայեն ելա, եկեղեցի մնալ ինձի չօգնես տալու եւ առնելու կողմանը։ Հապա միայն ուշադիր, չասում վրանագործության բիզնեսը եւ կաթի վաճառքը կամ գինու վաճառք։ Մակեդոնիայեն ելա, եկեղեցի մնալ ինձի չօգնես տալու եւ առնելու կողմանը։ Հապա միայն դուք մակեդոնացիներ, որտեղ Մակեդոնիայի եկեղեցին Ֆիլիպեցիներից առաջ էր հիմնվել։ Ոչ թե ես տուր կփնտրեմ, ապա պտուղ կփնտրեմ, որ ձեր հաշվի վրա ավելանա, բայց ես ամեն բան առած եմ ու առատորեն ունեմ, լեցված եմ Եփաբրատիտոսի ձեռքով ձեր ղրկվածները ընդունելով, չի ասում եկամուտը գործարանի վրանակարության եկամուտը ինձ բերելով հասցնելով։ Եվ իմ Աստվածս ձեր ամենի պետույքը պիտի լեցնե իր ճոխության չափովը, փառքովը, Քրիստոս Հիսուսին ձեռքովը։ Արդ Աստծո է մեր հորը փառք, հավիտյանը Սավիտենից ամեն։ Դե ասեք, իսկ դուք դա անուշոտ ընդունելի պատարագ ասում։ Իսկ դուք ընդունելի պատարագ չեք թողում, որ մատուցանեն։ Ես լսեցի, որոնք գրանցված են ու մասոններից առելի դոլարներ ունեն եւ ամեն տարածքում միլիարդանոց եկեղեցի են շին, ասում են մեզի պետք չէ քույրիկ ջան այդ 10-որդը։ Տար դուք է, տարու նզով կլիստունը։ Իսկ ես ասում եմ կավլիցի ճշմարիտ հովիվը 100 դրամ 10-որդել կվերցնի։ Այդ 100 դրամ 10-որդին կանի 5 հատ պատվիրան, որ կտպենք ծրի կտանք խոստովանություն կվերցնենք, ամեն։ Մենք այդ 100 դրամի արժեքը հասկանում ենք, իրանք չեն հասկանում, որտեղ այնքան է սատանան լցե իր աստակը, կերացած, գիրացած, ըստ Հակոբոս 5-ի պատրաստված են մորթվելու, այն խոզի եւ էշի պատմությունն է։ Թող մենք էշի նման կրճոններն ուտենք, ամեն, կարևորը մի օր տվածի գին չեն պահանջի մեզնից, իսկ որ դրած տվել են, պետք է պահանջեն, իսկ այդ պահանջելու համար իրաց կյանքը պետք է զոհաբերեն, ամեն, թող մենք սակավ ապրենք, իրաց նման փառակերտ եկեղեցիներ չունենանք, դաշտում անաստագոմերում քարոզենք, բնության գրկերում կամ մի հատ փոքրիկ վարձով տան մեջ, ինչպես Պողոսներ վարձով տուն պահե, ամեն, վերջ, բայց կարևորը Պողոսի հետ լինենք, Հիսուսի հետ լինենք, իսկ ով որ կերել է մասոնների փողերը, գրասման փողերը, որ փեճատ ունեն ու եկեղեցիները պետականացրել ու սեփականացրել եւ վաճառել են, իրանք պետք է հաշիվ տան Աստծուն, ամեն, վերջի համարը որ իսկական խոսքը առնող այսեն ծառատություն ձեզի տվող հովիվն եղբայրներին, սպասավորներին, ինձ ձևի պետք է հարգեք, նախ հարգեք, հարգելուց հետո եք ուզում օգնեք։ Եթե դու քո ծնողին չհարգես, չես օգնի, ամեն։ Աղեք վերակացություն անող, աղեք վերակացություն, որ սխալը տենում ճակատի տատալում։ Տկարումն անում ես, հետևիցդ վազում, ասում ուր ես գառնուկ, ամեն։ Աղեք վերակացություն ընող երեսները կրկնակի պատվի արժան թող սեպվին մանավանդ անոնք, որ կաշխատեն խոսքը քարոզելով ու սովորեցնելով, ամեն։ Վասնզի գիրքը կսե, կալի մեջ աշխատող եզին դուն չէ, մի կապեք, տեսեք քանի տեղա գրում եսի։ Եվ մշակ իր վարսքին արժանի է, կրկնակի ոչ թե 10-որդ, 20-որդ ասում դու, աժինա։ Բայց դու 10-որդ չես տալում, 20-որդ կտաս, հələ գնացեք Հովսեփի օրերն իշեք։
20 նորդ էին տալիս։ Նրանք հասկանում էին, որ Հովսեփ չներ, Փարավոնը չներ, մենք հիմա մեռած էինք։ Հովսեփի տվածովն ենք օրհնվում, բաժին չի տամ 10 նորդը քիչ է, 50 նորդ էլ տան քիչ է։ Սմիթն ինչ ասում, ոչ թե Տեր Աստվածս իմ աշխատավարձի 10%-ը քեզ պիտի տամ։ Էսի նորեկի վիճակա չափա դրե, որ գոնետի չգողանա։ Հապա ով ասունանում ու ովիվ է դառնում, Տեր ասում է, քո տվածից քանի փրթիկը ծախսեմ տանս վրեն, մնացած բոլորը քեզ, 10 նորդը տանս, 90 նորդը քեզ։ Հիմի հովիվները ձև են, որոշ պետքեր հոգում են մնացածը Տիրոջ գործին, եւ չենք թողում որևիցե կին կամ քույրիկ քիթը խոթի ախաշիվների մեջ, ամեն, որ շատ հաճախ փորձում են, չէ՞։ Կնանիքը լավ հաշվեպա դառնա։ Քույրիկ տեղը նստի ուխտի տապանակի մեջ նայելու իրավունք չունես։ Քե ինչ պետքա ար գնա, յոլա գնա, չխորանաս։ Քո քահանա այրը որտեղից կվերցի, ում իշկանա, գրքերը ոնց կբերա, ում իշքան գումար կտա, զավակ ծնվելուն, պսակադրությանը, քո խնդիրը չի էտի։ Վերջը կիրը ձեռքերը, վեր պարզած ասում ամաձայն եմ։ Խելոք չմացիր, ռոճիկ եմ սամանում, ես քանա 100,000 իմ ռոճիկը գնա, յոլա գնա, վերջ, չէ, դե ուրեմն խելացի, ամեն, քոնը հասանելի նոր, եթե փառամոլության համար անես չեմ տա։ Ինչը որ կերակուրա հանդերցա, շորա, անհրաժեշտ բաները վար գնա։ Ու քիթդ մի մցրա ուխտի տապանակի մեջ, կոպիտ խոսքա, լավ մի արի սկսամ նայել ու զարկվես դիվահարվես, ամեն։ Փառավորվի Քրիստոսը, բայց ամբողջ հոտը պետք է տեսքի հովիվն ինչ անում այդ փողերը։ Գիր, գրականություն, մեքենա ծառայություն, բաց, որ հետագայում մի հատ հաշիվ չանեն, ասեն, տեսեք կազինոներում ինչքան փողեր ա փագել։ Այդ հովին էլ փող կտան։ Բուկմերկերական գրասենյակներում ինչքան հաշիվներ ամուց է։ Հետ փողերը դեկանում տանում կազինո։ Դե տարտո հիմար։ Ու քեզ էլ հոգ չի տանում, կազինո գնացողը քեզի հոգ կտանի։ Վերջը կան հովիվներ, որ այդ փողերը վեկալում են, գիր չեն առնում, երկարան չեն առնում, հոգսեր չեն հոգում, այդ հովին են չեք փող տալիս, տկարեք չեն զորացնում, հիվանդեք չեն բժշկում, հոտից գնացել եք զանգել հետևել չկա, ամեն։ Այդ հովին օգնում եք, ինչ դուք հիմար չեք, գողեր են նստած ձեր վզի։ Օգնեք կրկնակիով, եռակիով են հովիվներին, որոնք ծնել են, սնել են, խնամում են, հետևում են, հորդորում են, հանդիմանում են, սաստում են, խրատում են։ Որան որ կաղաչ խոտորվի, մենակ մնացած գառը կամ գայելի բաժինա դառնում, կամ էլ ժայռից հանգնում, ժողովուրդ ունձի վնաս չեք տա, հա վնասա, որ վարս կսաքիչ։ Բայց որ դուք գնաք գայելի բաժին դառնաք, դուք առաջինը ձեզ եք վնասում, ամեն։ Թող Տերը փառավորվի, հիմա հասկացաք ինչա 10-րդը եկեղեցում։ Դա եկեղեցու սյուներին ամրացրող, եկեղեցու մեջ պահող, եկեղեցում հաստատող, եկեղեցու մեջ ավելի ժրաջան գործելու համար ամեն։ Պրեմիաները, մի ամիս լավա, մի ամիս վատ, ամեն ամիս չէ որ, բայց մենք հանձն ենք առել, վերջ, պետք է հոգ տանենք ղևտացիներին, որ ղևտացիներն էլ հոգևորապես մեզի հոգ տանեն, ինչպես էր օրվա եղբայրը, որ արծվեց, մի գետ էր դուրս գալում, բաժանվում էր 4 գետ էր դառնում։ Էտիա հովից եկած սնունդը, իմաստությունը, հանճարը, զորությունը, որ դրվում է օգնականների մեջ եւ նրանք ավելի շատ տարածներ են ոռոգում նույն ժամանական ընթացքում, ամեն։ Մի գետը չի կարող ամբողջ Եդեմը ոռոգի։ Բայց 4 ճուղ գնացած գետը կոռոգի, ամեն։ Մի հովիվը գնաց լավ Վրաստան, բայց այն մեկ էլ խմբերը Հայաստանի մեկ էլ տարածները, ամեն։ Երեկոյան պաշտամունքը։ Ու սա նման է այդ գետին, որ ղևտացին պետք է ուտի, չէ որ օրվա 50%-ը տա քեզի գոնե։ Իսկ քահանան 100%-ը, երբ ծնգստես պատասխանի։ Ամեն։ Աղոթենք։ Սկանչելի ու պաշտելի Տեր ամենակարող հայրավիտենության, անունդ փառավորվի, անունդ մեծարվի Տեր այս պատգամի համար։ Խնդրում եմ քեզանից երթային տիրակալս ողորմությունը տարածի ես երկի արարիչս, այցել է որ այս պատգամի միջոցով Տեր ժողովուրդը արթնանան, եթե վարձկան հովիվների են մինչև այսօր ֆինանսավոր է դադարեն, եթե Տեր Աստվածը սիրես գումարները, որ դու ես շնորհել իրենց, սխալ տեղեր են ծախսել, փառքի մեջ Տեր, կռապաշտության մեջ,
որ կրամոլ հովիվների են Տեր Աստվածս կերակրել, եւ նրանք որևիցե լումա չեն տրամադրել հոտի զարգացմանն ու շինությանը։ Տեր բացիր նրանց կուրացած աչքերը, որ իսկ հասկանան, քո տված օրհնությունները սխալ են տեղադրել, սխալ եկեղեցու են օգնել Տեր, եւ փնտրեն ու գտնեն ճշմարիտ եկեղեցիներ եւ ճշմարիտ հոգեբարձուներ եւ օգնեն նրանց, որ իրենց վարսքերը անչափելի ձևով տրվի երկնքից սքանչելի Տեր։ Խնդրում եմ քեզանից Հիսուս ջան, օրտե պաշտամունքի մնացած ժամն ու վարքյանը, օրտե որ այս 10-րդի օրենքը հաստատվի բոլորի մեջ անշարժ խարիս, որ հասկանան դրանցից շատ բաներ է կախված եւ սպասավորների զորանալը, ամրանալը, եկեղեցում հաստատուն մնալը, չլքելը խորանը, մեծամասնությունը դրա վրա է հիմնված։ Բայց վայ են հովիվներին, որ ֆինանսի պատճառով կթողի գառներին ու կգնա փարավոնի համար աղյուս կշարի։ Այդ հովիվը Աստվածանից ոչինչ չի ստանա։ Փառքես Տեր, որ այդ գաղափարը մեր մեջ չկա, գիտենք շատ ունենալ Պողոսի պես, գիտենք քիչ ունենալ, ամեն բանի կարող ենք դիմանալ մեզ զորացրող Հիսուս Քրիստոսի միջոցով։ Փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով, ամեն։